ասի դահլիճում ներառյալ մարդ կա, որ պատշաճ ձևով քննություն է հանձնել, չարչարվելով եւ վարորդական իրավունք է ստացել։ Կանայք կային 2-3, որ այս վերջերս են սկսել process-ի մեջ մտնել եւ լավ ծանոթություն են ըստամենայնի, ասին հա մենք կտրվել ենք, չարչարվում ենք։ Ես ուրիշ բան ասած, եթե մեր վարորդների ընդ որում մնացածով խոստովանեցինք ներառյալ ես, որ այդ վարորդական իրավունքը բան եմ ես ինքս իմ օրինակը բերեցի, ես բնականաբար կաշառք չեմ տվել, ես այն ժամանակ երբ որ ստանում էի, հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչե էլ, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա։ Գործ չունես մեզ հետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը խոստովանում է, ժամանակին իր լրագրող լինելու հանգամանքն օգտագործել է վարորդական իրավունք ստանալու համար, առանց վարորդական քննությանը մասնակցելու։ Ստացվում է ժամանակին լրագրողի մասնագիտությունն օգնել է Փաշինյանին բոլոր հարցերում, առանց ծնկաչոք գալու հասնել իր ուզածին։ Կարող ենք ենթադրել, որ Հայաստանում աշխատող որոշ ոլորտների մասնագետների մոտ 70%-ը չի համապատասխանում այն ստանդարտներին, որ անհրաժեշտ է այս ոլորտում մասնագետ աշխատելու համար, ասում է Փաշինյանը։ Ասի իսկ հարգելի գործընկերներ, եթե վարորդները, սանտեխնիկները, կաֆել խփողները, մետլախ խփողները, դերձակները, ուսուցիչները, բոլորի մասին կարանք այդ ասենք, իսկ ինչի չենք կարող ասենք երկրի կառավարիչների մասին։ Ինչի չենք կարող ասել քաղաքական գործիչների մասին։ Փաշինյանի դիտարկմամբ, եթե դա կանոն է, ապա այն պետք է ազդի ու գործի բոլորի համար։ Իսկ ինչ պարտադիր է, որ դու մեքենա վարել իմանաս, որ դու մեքենա վարես։ Որովհետև մեքենա վարելը նույնն է մեքենան A կետից B կետի տեղափոխելու հետ։ Բացարձակապես նույն բանն է։ Իսկ ինչ կա, մեքենա վարելը սրանք լրիվ գժվել են։ Մեքենա վարելու մեջ բարդություն կա, ոտը դնում ես գազին, հիմա էլ կան բարդ չի, մի ժամանակ էր որ պերվի կար, վտարոյի կար, տրեցի կար, հիմա չկա ոչի բան, դնում ես դեի վրա ու գազ ես տալիս, ինչքան գնացիր, քանի հոգի ճամփին ինչ կլինի էական չի։ Իրավաբան Սերգեյ Հարությունյանը Փաշինյանի այս ելույթն ասոցացնում է այն բանի հետ, որ ունեցել ենք առաջին, երկրորդ, երրորդ նախագահներ, իսկ այժմ ունենք վարչապետի պաշտոնը զբաղեցնող մի անձ, որը ոտքը դրել է գազին եւ գնում է առաջ, առանց որևէ կանոններ պահելու, թքած ունենալով դրանից բխող բոլոր հետևանքների վրա։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը իր ասուլիսում մի լավ համատություն էր արել, որ միայն մանկապարտեզի, հոգեբուժարանի եւ մեր կառավարության արարքների հետ կապված է, որ մարդիկ պատասխան չեն տալի իրենց արարքների համար։ Նկատենք նաև ոտքը գազին դնելու եւ առանց դադարի առաջ սրանալու հետևանքեր նաև տարիներ առաջ վարչապետի Ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ հղի կնոջն ավտոմեքենայի տակ գցելու միջադեպը, որի արդյունքում երիտասարդ հղին մահացավ։ Դա հետևանք է անպատժելիության, ինչ այդ եղած եւ դրանից հետո օրորի ավելի խորացած եւ չի պատժվել մեղավորը եւ մեղավորները չեն պատժվել այդ դժբախտ դեպքի, որովհետեւ պատժվելու դեպքում այդ Շարասյան անդամները նույն նվիրվածությամբ չէին ծառայի։ Մենք կարող ենք որպես օրինակ վերցնել հենց այն 3 համացանցում տարածված դեպքը, որ ոստիկանները սարսափելի կերպով մեքենայից իջեցնում են եւ ծեծի են ենթարկում եւ ձերբակալում են մի քաղաքացու, որը իբր հայհոյել կամ սիգնալ է տվել։ Սերգեյ Հարությունյանը համոզված է, այս ամենը դիտմամբ է արվում նախադեպ ստեղծելու եւ վախի մթնոլորտ առաջացնելու համար, որ հաջորդիվ երբ որևէ մեկը որոշի տխրահռչակ A կետից B կետ տեղափոխվի, երբ իր ավտոշարասյունն է անցնում, չհամարձակվի ձայնային ազդանշան տա։ Նկատենք կառավարության անդամները լուռ ու մունջ լսում էին, թե ինչպես է վարչապետը խրախուսում, գովում ու արդարացնում, որ պարտադիր չէ լինել որակյալ կառավարիչ։ Նրանք չէին էլ ակնկալում, որ հերթը կգա ու կհասնի նաև իրենց։ Իսկ եթե կարելի է նույն կերպ մեքենա քշել, ինչի չի կարելի նույն կերպ լինել հազար ներողություն, չեմ ուզում, ինչի չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ։ Ինչի չի կարելի։ Ով ասե որ չի կարելի։ Ինչի չի կարելի նույն կերպ լինել բանի պետական պաշտոնյա։ Ինչի չի կարելի նույն կերպ լինել քննիչ, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատավոր, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատախազ, ինչի նույն կերպ չի կարելի լինել օպեր լիազոր։
Ցանկացած բան, ինչի նույն կերպ չի կարելի, ով կարա բացատրի, ինչի, եթե կարելի է վարորդ լինել, չիմանալով մեքենա քշել, ինչի չի կարելի լինել կառավարիչ չիմանալով կառավարել։ Ստացվում է, Փաշինյանը նաև խոստովանում է, իր բերած քաղաքական կադրերն անորակ են, անպիտան, անկիրթ, անուս։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսաավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքներին պետք է հաջորդեր հրաժարականի դիմումը։ Այս երկրի թիվ 1 ոչ կոմպետենտը, թիվ 1 ոչ պրոֆեսիոնալը, ոչ որպես պատերազմական իրադրության ժամանակ երկրի գլխավոր գերագույն հրամանատար, ինչը մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ, ոչ որպես կառավարության ղեկավար, այսինքն որպես կառավարության թիվ 1 մենեջեր, ինքը կներեք ես կոպիտ ձևակերպման համար պրոֆ նիգոդնի է։ Զոհրաբյանի խոսքով այսօր Հայաստանում տիրող խայտառակ սոցիալական ծանր վիճակը, այն բոլոր վիճակագրական թվերը, որոնցով Հայաստանը համարվում է ոչ միայն ԱՊՀ, այլ նաև տարածաշրջանի ամենաթանկ երկիրն ապրելու համար, բյուջեն դատարկ, որպեսզի բարձրացվեն թոշակներ ու նվազագույն աշխատավարձ եւ այսպես շարունակ բոլոր ոլորտներում քաոս է տիրում։ Ադրբեջանը Հայաստանը տվել է ոտքի տակ նորանոր պահանջներ առաջ բերելով եւ այս ամենը Փաշինյանի եւ իր գլխավորած ոչ կոմպետենտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է։ Նայեք այս կառավարության կադրերին, նայեք ազգային ժողովում ԿՊ падգամավորներին, բացեք նրանց կենսագրությունը։ Մարդը նայում է, չունի կենսագրություն, երբևէ որևէ տեղ չի աշխատել եւ առաջի ու միակ տեղը, որ աշխատել է, ԱԺ падգամավոր է, կամ փոխնախարար է, կամ կարևորագույն ոլորտի համակարգող է, դա հնարավոր է, այդպես պատի տակից, պլինդուզի տակից դուրս գալ եւ միանգամից դառնալ падգամավոր կամ որևէ գերատեսչության ղեկավար։ Նիկոլ Փաշինյանի դեպքում բնականաբար ես մշտապես ասել եմ, իր կամքով երբևէ որևէ ինքը հրաժարական չի տալու։ Այսպիսով Փաշինյանը խոստովանում է, որակյալ ու բարձրորակ կադրերը Հայաստանի Հանրապետությունից դուրս են աշխատում, բավականին բարձր աշխատավարձով, ընդգծելով, որ ոչ մի որակյալ մասնագետ չէր գա աշխատել կառավարությունում ցածր աշխատավարձով։ Այս իրա լոլոները մի քանի միլիոն աշխատավարձ են ուզում եւ այլն, այս բնականաբար հերթական իրա արտարացումներն է, որ պրոֆեսիոնալ չենք, որովհետեւ գումար չունենք, որ պրոֆեսիոնալ մասնագետներ բերեն, դրա համար էլ ձեզ հարգելի քաղաքացիներ մատուցում ենք ոչ պրոֆեսիոնալ ծառայություններ։ Իսկ իրականում այո, դա ինքնախոստովանական ցուցմունք էր։ Մտածել, որ Փաշինյանը լինելով երկրի թիվ 1 պատասխանատուն, այսպիսով նաև փորձեց ահազանգել իր ընտրողներին ու ողջ հասարակությանը, որ իր ոչ պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի արդյունքում հնարավոր է հայրենիք կորցնենք։ Միանշանակայով եւ այդ մասին ինքը մի քանի անգամ արդեն ազդարարել է, անոնսարել է, հիշում եք 1 տարի առաջ ազգային ժողովում բաց տեքստով ասեց, որ եթե կարողանանք մի քանի տարի գոյատևել, ապա Հայաստանի պետականությունը կփրկվի, այսինքն ազդարարեց, որ Հայաստանի լինելիությունը վտանգի տակ է, այս վերջերս կրկին անդրադառնալով Հայաստանի 3-րդ հանրապետությանը ըստ էության ազդարարեց Հայաստանի 3-րդ հանրապետության ավարտը, այսինքն ինքը անընդհատ օվերտոնի պատուհան բացելով հասարակությանը վարժեցնում է պետականության կորստի հետ։ Զոհրաբյանի խոսքով, քանի որ Փաշինյանը մանիպուլյացիայի գրոսմայստեր է, նրա խոսքը շատ պարզ ձևակերպում ունի՝ չկա պետություն, չկա իրենց պրավալային թիմի պատասխանատվությունը։